համար իրականում լավագույն ժամանցը դա ճանապարհորդելն է։ Անկեղծ պատասխան համար 1։ Իմ ուրբաթ երեկոն անցնում է աշխատավայրում։ Լավագույն երեկոն կարող է լինել պարզապես ֆիլմ դիտելը։ Մարդիկ պատկերացնում են այդ ինչ-որ դիսկո լույսերի տակ մութ, ինչ-որ շատ իրար քիփ մարդիկ պարող, ալկոհոլ եւ այլն եւ այլն։ Մենք ամենակիչ ալկոհոլ օգտագործող սերունդն ենք։ 1-2 բաժակից հետո իմ մոտ Խնդրում եմ հրավիրեք ինձ պարտի։ Քեզ հրավիրում եմ փարթի։ Ողջույն սիրելի Monk 3-ի հետևորդներ, այսօր եթերում է նորից AIDS-ն Կամ A to Z կամ Օտադոյա podcast-ը։ Այսօր խոսելու ենք Gen Z ժամանցի մասին։ Հրավիրել ենք մի մարդու, ով մեզ կօգնի հասկանալ ինչ է իրականում այդ Gen Z-ական ժամանցը, արդյոք դա կա իր պատկերացումների ու իր կարծիքի մասին։ Մենք սենց սիրուն քննարկում ենք անելու ինչը իրականում ժամանց է։ Մեր հյուրն է բլոգեր, ինֆլուենսեր, կանոնահարուհի եւ Պի շարքի հեղինակ Էթերի Հովանեսյանը։ Ողջույն Էթերի։ ողջույն երիտասարդություն։ Ինչպես եք։ Մենք շատ լավ ենք ու ուզում ենք իմանալ, թե ինչպես է սովորաբար դու անցկացնում քո ամենասովորական ուրբաթ երեկոն։ Պետք է անկեղծ չէ պատասխանեմ ձեր։ Այո։ Չէ։ Ցանկալի է։ Իմ ուրբաթ երեկոն անցնում է աշխատավայրում, որովհետև իմ աշխատաժամը սկսվում է հենց երեկոյան, եւ որպես այդպեսին ես ուրբաթ երեկո չեմ ունենում։ Փաստորեն դու ես ապահովում ուրիշների ժամանցը։ Ստացվում է այդպես, այո։ Բայց եթե օրինակ ունենամ հնարավորություն չգնալ աշխատանքի կամ չլինել աշխատավայրում, ինչը վերջին 10 տարում մատներից վրա կարող եմ հաշվել ինչքան է եղել, նախընտրում եմ ժամանցը ավելի пассив անցկացնել, որովհետև աշխատանքի բերումով կա չէ, այսպեսի մի միտք, որ մարդիկ, չգիտեմ, ռեստորան գնում են տարվա մեջ 10, 15, 20 անգամ, երբ որ դու 351 օր այդպես ես անցկացնում, այդ մնացած 4 ազատորը նախընտրում ես ուղղակի պարկել եւ անգամ։ Բայց կարող եմ մի հատ շատ անկեղծ հասնել։ Երբ որ դու աշխատում ես այնտեղ, երբ բոլորը վայելում են իրենց ժամանակը, լինում է պահ, որ դու նայում ես այդ մարդկանց ու ասում ես, «Ոյ նախանձում եմ, ուզում եմ ձեր տեղում լինեմ ու վայելեմ այն, ինչ որ դու հիմա այդ պահին աշխատում ես»։ Անկեղծ պատասխան համար 2 ես նայում եմ ու իրանց փոխարեն մտածում եմ, ասում ձեր տունը թողած, այդ հանգիստն է ինչ գործում եք ստեղ։ Լավն է։ Ավիրում եմ ձեր Եկես խորի մեջ, որ ինչ Ես պատկերացնում եմ հաջորդ աշխատանքային օրը Էթերի եւ հյուրերը նայել են էպիզոդը ու ասենց մենք ուրախ չենք սիրելի Էթերի։ Չէ, իրականում անպայման ուզում եի խոսել այս թեմայի մասին, ինչի համար, որովհետեւ շատ հաճախ մարդկանց մոտ այդ մեղքի զգացողությունը լինում է, երբ օրինակ իմ ընկերներն են գնում ինչ-որ ֆեստերի կամ ինչ-որ հայտնի բենդեր են գալիս համերգների ու ես հանկարծ այդ օրը որոշում եմ մնալ տանը։ Մտնում եմ Instagram, scroll եմ անում բոլորի story-ները, հասկանում եմ, որ ես մեծ բան եմ կորցրել։ Այդ պահին մոռանում եմ այն մասի, որ ես դա ընտրել էի, որ մնամ տանը։ Առաջին զգացողությունը այն է, որ ես շատ կարևոր բան եմ բաց թողել։ Այ քեզ մոտ օրինակ այդ զգացողությունը լինում է։ Անկեղծ պատասխան համար 1։ Ոչ։ Ասեմ ինչու ոչ։ Դες եթե ես որոշել եմ մնամ տանը, ուրեմն ես պատկերացրել եմ իմ ժամանցը տանը։ Եթե հանկարծ ես, չգիտեմ, ինձ զանգարում են կամ քո բերած օրինակի պես ես story-ներ եմ տեսնում ու իմանում եմ, որ իմ ընկերները ինչ-որ մի միջավայրում են կամ ինչ-որ վայրում են, որ ինձ այդ բային ավելի հաճելի է թվում, ես վեր եմ կենում ու գնում եմ իրանց մոտ։ Ու ոչ մի մեղքի զգացում կամ տհաճ զգացողություն չեմ ունենում։ Մեղքի զգացում ես առասարակ մեջ չեմ հասկանում, որ դու ասում ես անկեղծ, թե ինչ, ոչ թե ուղղակի փորձում եմ հակադարձեմ։ Մեղքի զգացում որ կայացրել է այդ որոշումը ոչ թե։ Երբ որ դու ափսոսում ես մի բանի համար, որը դու այսինքն ափսոսում ես, հա, ոչ թե մեղավոր ես։ Կորցնում ես, հա։ Հա, բայց չէ, եթե կարաս ուղղակի վեր կենաս ու գնաս, ինչի ափսոսած։ Ես օրինակ շատ անկեղծ, ես party չեմ եղել տենց մեծ։ Իդեպ Գիտես, շատ լավ կետ էր։ Խնդրում եմ հրավիրեք ինձ party։ Միգուցե ես տվյալներ չունեմ, հասկանում։ Party տվյալը։ Չգիտեմ։ Ես քեզ հրավիրում եմ party-ի չկա։ Ինձ հրավիրեք party-ի։ Մյուս շաբաթը այո, մեր հարևանի գենդեր party-ն է կազմակերպված։ Օրինակ իմ համար լավագույն երեկոն կարող է լինել պարզապես ֆիլմ դիտելը։ Բայց երբ որ դու գալիս ես այն կետին, երբ որ համեմատում ես օրինակ Բորիսի անցկացնելու, իմ խոսքը հենց դրան էր վերաբերվում։ Սկսում է այդ ափսոսանքի պահը, երբ որ օրինակ ինչի ես այնտեղ չեմ, որտեղ ես իրականում ուզում եմ լինել։ Իդեպ մասով հավելում անեմ, որովհետև սա մի քիչ արդեն ուրիշ տեսանկյուն է։ Տեսեք, օրինակ ուզում եմ
ճիշտ ձևակերպել միտքս, որ ես ամբողջ ընթացքում չեմ աշխատում։ Այսինքն եթե օրինակ կա ինչ-որ ֆանտաստիկ համերգ, ինչ-որ լավ խումբ է գալիս, կամ մենք ընկերներով օրինակ որոշել ենք այդ օրը ընկերական երեկոյի օր է, ես բնականաբար աշխատանքիս օրը փոխարինող եմ ուղարկում ու բնականաբար ժամանցից ինձ երբեք չեմ զրկում այդ պատճառով ու անգամ ասեմ, որ շատ խանդոտ եմ, ես շատ նեգատիվ եմ նայում նրան, որ այդ շատ նեղ ընկերական խումբը առանց ինձ է հավաքվում։ Սա ակնարկել միգուցե։ Դեզի ինչքան սպառնանք կար հայացքի մեջ։ Մատի մեջ առանց ինձ։ Եվ այդ պատճառով բաց չեմ թողնում ոչ մի ժամանց, ինչը կապված է այդպես ընկերական մեր այդ համեղ համով շրջապատի հետ, այո։ Ունտեր։ Փորձում համատեղել։ Ես երբեմն կարծում եմ, որ իրականում այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք այն սերունդն ենք, ով մեծացել է համացանցում։ Այսինքն այդ ալգորիթմները, այդ վիդեո հոլովակները, որոնք ազդում են մեր վրա, որ ոնց անցկացնենք մեր այն սիրուն ժամանցը, միգուցե հենց այդտեղից էլ գալիս է։ Ասեցիր, որ շատ ես աշխատում, հա, ասենք 351 օրը դուրս է գալիս, որ քո երիտասարդ տարիները կյանքի, որը շատ ժամանակ մարդիկ հա փորձում են անցկացնել ավելի ուրախ, ավելի հիշվող, անել այն ամենը, ինչը իրանց կոպիտ ասած այդ ժամանակ ինչ որ կարան անեն, որը որ հետո չեն կարողանան, չես կարծում որ մի քիչ տենց վատնվում է շատ, քիչ կարող է կոպիտ հնչի, բայց հա այդ տարիները աշխատանքի վրա հիմնականում ավելի լավ չի փորձել մի քիչ քչացնել աշխատանքը, բայց անել այն ամենը, ինչը որ տարիներ հետո է որ մեծանալու ես, էլ չանես։ Քանի որ ես երեկոներն եմ զբաղված լինում, բայց չենք մոռանում, որ ըստ դրա ազատ եմ լինում ամբողջ օրը, ես կարողանում եմ շատ հետաքրքիր ժամանց ինձ ապահովել այսպես թե այնպես, բայց եթե այս հարցի ինձ տայր մոտապես 3-4 տարի առաջ, ես կարող աչքերս անգամ լցնեի, որ ու ունենայի այդ զգացումը, որ իսկականից ինչ որ երիտասարդությունս այդ երեկոյան այդ տժիկները վատնվում գնում են, բայց հիմա ես այս վերջին նման 2 տարին փորձել եմ բալանսավորել ու միանշանակ կարող եմ հպարտորեն ասել, այո, կյանքում պետք է նաև մեզնով կարողանանք հպարտանալ, որ կարողացել եմ բերել այդ բալանսին, որ աշխատանքի ֆոնի վրա չտուժվի իմ կյանքը վայելելու գործընթացը, այսինքն ես ինչ որ շրջան աշխատում եմ, բայց ունեմ իմ արցը, օրինակ մի քանի օրից հիմա գնալու եմ կրուիզի, իմ համար իրականում լավագույն ժամանցը, սա գաղտնիք չէ, ով ինձ ճանաչում է, դա ճանապարհորդելն է։ Ուղղակի բացահայտել աշխարհը բոլոր գույներով, դրանից լավ ժամանց ես չեմ պատկերացնում, այսինքն ես կարողանում եմ բալանսավորել եւ իրոք չեմ ունեցել այն ափսոսանքի զգացողությունը, որ այ ինչ որ մի բանից հետ եմ մնում։ Իրոք չեմ ունեցել։ Օրինակ 10 տարի առաջ, երբ իմ սիրելի բլոգերները ոնց որ հայք Չկային, էին, դրսում էին, հա, այսինքն ես նայում էի իրանց կյանքին ու երազում էի, որ մի օր էլ ես ճամփորդեմ ու ունենամ այդ կյանքը, ինձ դա շատ հեռու էր թվում։ Ու երբ ես մտածում էի ժամանցի լավագույն տարբերակը, երբ ես լինեմ իրենց տեղում, ամեն ինչ փոխվեց, երբ որ ես եկա այդ տարիքին, երբ որ իրանք էին։ Այսինքն տարիքի հետ քո ժամանցի անցկացման այդ տարբերակները սկսում են փոխվել ու դու այլևս չես վայելում այն, ինչ որ օրինակ 5 տարի առաջ դու կանես ու չգիտեմ, մեծ հաճույք կստանաս։ Ես ուզում եմ խոսենք մի բանի մասին, որը ինձ օրինակ շատ խանգարում է, դա այն է, որ մենք որպես սերունդ փոխել ենք մեր ժամանցի վայելելու տարբերակը այնքան, որ այն այլևս ոչ թե զգացական է, այլ վիզուալ աստիճանի վրա է։ Օրինակ, երբ որ ես գնում եմ համերգի, ինձ համար շատ կարևոր է, որ ես նկարեմ այդ համերգը։ Ինձ համար կարևոր է, որ ես ինչ-որ հիշողություն ունենամ ու երբ որ Բորիսի հետ քննարկում էինք այս թեման, այնքան հետաքրքիր բան պարզվեց, օրինակ ինքը այդպեսինը չի։ Այնքանը, որ ինքը մի նկար կամ մի հոլովակ կարող է ունենա։ Սուրինց պաշտպաներ, ինքը այդպեսին ինչ։ Ու այդքանով իր համար հերիք լինի, ինքը այդքանով իր հիշողությունը ստեղծում։ Օրինակ դու որպես մարդ ով վիզուալ հիշողություն ես ստեղծում եւ բլոգ ես ստեղծում, ինչքանով է քո համար կարևոր, որ այդ ժամանցը ֆիքսես զգացական աստիճանում, էլի։ Ես մի հատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել ու փորձել խորհուրդ տալ մեր նաև դիտողին, ով է ասել, որ մենք պետքա ընտրենք։ Ինչի՞ է մեր ամբողջ կյանքը ինչ որ ընտրությունների բաժանվում։ Ես կարող եմ զուգահեռ եւ նկարահանել եւ վայելել այդ ամեն ինչ։ Այսինքն, եթե ով ասել, որ եթե նկարում ես չես վայելում համերգը, եթե չես նկարում, ուրեմն ֆուլ վայելում ես։ Ես եմ ասել։ Ես համաձայն եմ մաքսիմալ, որովհետեւ ասենք ես եմ մեծ տարիքում կա նման հիվանդություն, որ հիշողության կորուստ եւ այլն, ոնց եմ օրինակ հիշելու իմ երիտասարդության տարիները, եթե չլինեն ձեռքից տակ ինչ որ մատերիալներ։ Այսինքն ֆոտոն, վիդեոն իմ համար այդ մարդկության այն շատ սիրուն բացահայտումներից է, որը տալիս է հնարավորություն հետ գնալ այդ հիշողություններին, որտեղ շատ հաճախ ֆիզիկապես մենք ի վիճակի չենք լինում, օրինակ թե, որտեղ մարդու այդ ուղեղի դարակները հավերժ չեն։
Թե միանշանակ ուղղակի ջերկայի բերած օրինակը հա, եթե դրանով են քննարկում, ինձ դա խանգարում է, եթե ես որևէ տեղում եմ, որևէ վայրում եմ, որևէ միջոցառման եմ, որը իմ համար շատ ցանկալի է, ինձ այդ պահին շատ դրական ու լավ էմոցիաներ է փոխանցում։ Օրինակի համար ես ինչ-որ համերգի եմ, որի երազել եմ գնամ այդ համերգին, այդ մարդկանց կենթանի կատարումը լսեմ, ու ես ուղղակի սենց, չգիտեմ, արդեն չեմ հասկանում ոնց է եղել, որ ես սենց երջանիկ եմ, որ իմ բախտը բերել է, բա ես վերապրում եմ այդ իրաց ամեն երգը, ու այդ պահին իմ համար ուղղակի հանել հեռախոսը նկարել, որ հետո այդ ունենամ, ավելի չեմ անում, ես օրինակ չեմ սիրում դա անել։ Բորիս, տես, օրինակ կան ծայրահեղություններ, եթե դու 1.5 ժամանոց համերգի 1.5 ժամն էլ նկարում ես, բնականաբար չես ունենա այդ հաճույքը, բայց օրինակ կարող է ինչ որ մի 3 րոպե այստեղից 1 րոպե այնտեղից 2 րոպե այնտեղից, բայց մնացած ընթացքում դու վայելում ես, այսինքն առհասարակ եթե կյանքում ամեն երևի ասպեկտում հասնում ես այդ բալանսի, կյանք ավելի հեշտանում է ու հունի մեջ հանգնում, այսինքն բնականաբար ես էլ չեմ գնա ու այս վերջերս Կալիոյի համերգն էլ ֆանտաստիկ լավ համերգ էր, շատ հաճույքով լսել եմ համերգը, վայելել եմ համերգը, բայց նաև ունեմ ինչ որ հիշողություններ, մի քանի վայրկյան այստեղից այնտեղից, այսինքն դա ինձ ընդհանրապես չի, մեկը մյուսին ես չեմ հասկանում ինչու պետքա խանգարի։ Եթե չես ընկնում ծայրահեղության հետևից, այսինքն եթե ամբողջ ընթացքում սենց չես, Ով դու օպերատոր էլի։ հա, դա աբսուրդ է, իրական այդպիսի մարդիկ կան այդպիսի մարդիկ, այո։ Ես հենց դրա համար եմ սիրում մեր սերունդը, որ մենք այսպես շատ տարբեր կողմերից կարողանում ենք էլի ամեն ինչին սենց ուրույն ձև վերաբերվել։ Որ հարցրեցինք ուրբաթ երեկոները ոնց անցնում, պարզվեց աշխատանքի վայրում, բայց այդպես էլ չիմացանք լավ, որ ասում ես ժամանցը կազմակերպում ես, հա, հիմնականում ցերեկները երբ որ ազատ ես, ո՞րն է քո համար ժամանցը, ոնց ես կազմակերպում։ Որ բարձում է, դա խափում ես, չի կազմակերպում։ Չէ, իրականում տես սրան չկա ուղիղ հստակ պատասխան, որտեվ ամեն անգամ այնքան տարբեր են, եթե օրինակ ես քիչ առաջ խոսում էինք, որ ես խայտարակ կինոման եմ ու կարող եմ, չգիտեմ, ֆիլմ ընտրել, նայել, հետո ֆիլմ ընտրելը իմ մոտ չի սահմանափակվում, ուղղակի նայել եւ վերջացնել։ Հետո սկսում եմ տեսնել ով է ռեժիսորը, ով է օպերատորը, ինչա այդ բոլոր հարցազրույցները եւ այլն, այսինքն ինչ որ մեկ օր կարող անցնի ամբողջը, օրինակ, չգիտեմ, նվիրեմ ինչ որ ֆիլմի ու այդ օրը տենց գնա կամ գտնեմ, չգիտեմ, ինչ որ կավագործության դասի գնամ կամ ուզում ասեմ, շատ տարբեր է կազմակերպվում այդ ժամանց։ Իմ համար ժամանցը անգամ, եթե ես ուղղակի իմ սենյակում շունիկիս հետ, իմ շունիկն շատ տակտիլ է, միշտ ինքը իմ վրա է, այսպես նստեմ, ինչ որ մի բան կարդամ, մի բան նայեմ, այսինքն ես այսպես հետաքրքիր բան ասեմ, որ ժամանցը օրինակ մարդիկ պատկերացնում են այդ ինչ որ դիսկո լույսերի տակ մութ, ինչ որ շատ իրար քիփ մարդիկ պարող, ալկոհոլ եւ այլն, միգուցե ինչ որ մի հատվածի համար դա ժամանց է, ես չեմ ուզում հիմա այս իմ ասածը նեգատիվ ֆորմայով չեմ ասում, ուղղակի ժամանցի ձևերից մեկը։ Ես օրինակ այդպես չեմ պատկերացնում, ոչ թե նրա համար, որ ես դա հեյթ եմ անում, այլ որովհետեւ նախընտրությունների հարց, օրինակ ես բնականաբար այս տարիների ընթացքում եղել է առիթ, որ չգիտեմ, ինչ որ ընկերներով ինչ որ այդտեղ կորպորատիվ, ինչ որ ապարելու գնանք եւ այլն, ես հասկացել եմ, որ դա ինձ ուղղակի դուր չի գալիս։ Ես անդադ ունենում եմ այդ տագնապը, որ երբ փեսամիջը վերջանալու, ես գնամ։ Դա պարզապես պատկերացնում եմ, որ մենք բոլորս մտածում ենք, որ party-ն հենց այդպես պետք է լինի, ոնց որ դու ասեցիր, այդ ալկոհոլը, պարող մարդիկ, ինչ որ վայրեր, միգուցե դրա վրա է, բայց օրինակ ինձ ֆանտաստիկ շատ դուր է գալիս, որ մեր սերունդը ինչ որ ասենք տարբեր ոլորտներում, նույնիսկ այնտեղ որտեղ հնարավոր չի, մի հատ տերմին է որոշում ու առաջ է գալիս, ասում է, սա ժամանցի նոր տարբերակ է։ Ես չգիտեմ դու լսել ես թե չէ, մի հատ նոր տերմին կա, adulting party, թարգմանենք, եթե թարգմանենք մեծերի party, երբ մարդիկ օրվա վերջում իրենց կիսատ թողած գործը հավաքվում են միտեղ ու այդ գործը սկսում են միասին անել ու ժամանակ են անցկացնում իրար հետ։ Այստեղ կա մի բան։ Ես ունեմ գործընկերներ, որոնց 8 ժամ արդեն տեսնում եմ ու նաև իրենք ինձ շատ մոտիկ մարդիկ են, խնդրում եմ ձեզ հետ չեմ, չէ։ Ես գիտեմ որ արդեն մի քանի հոգի մտածեցին։ Եվ շատ հաճախ մենք որ միտեղ հավաքվենք, ես պատկերացնում եմ, որ այդ աշխատանք ավելի է դառնալու ավելի մեծ աշխատանքի է վերածվելու, ուտեղ էլ հանգստի ու ժամանցի ժամանակ չի լինի, բայց այս տերմինը օրինակ չգիտեմ, Եվրոպայում, Ամերիկայում շատ հայտնի է, բոլորը հավաքվում են, հանգստանում են, պոպկորն, չգիտեմ, խմիչք եւ այլն։ Ու ես այդտեղ հասկացա, որ մենք մի փոքր, հա, որպես սերունդ, ավելի քիչ ենք գնում դեպի այդ արդեն բոլորի կողմից ընդունված
համերգը եւ party-ն ու խմելը, ու ավելի շատ ընտրում ենք այդ cozy, այսինքն ջերմ միջավայրը, որտեղ մենք կարող ենք միասին հավաքվել ու ժամանակ անցկացնել։ Ինձ օրինակ դա շատ ավելի է դուր գալիս, որտեղ ես այդտեղ իմ ընկերների հետ եմ, այդտեղ կարող եմ անել ինչ որ ուզում եմ, կոմֆորտ զոնայում։ հա, ապրես, իսկ երբ որ դու գնում ես party, որտեղ համարյա ոչ մեկին չես ճանաչում, այդ վախն էլ կա։ Միգուցե դրա համար ես դեռևս չեմ եղել party։ Բայց շատ ափսոսում եմ, ուզում եմ գիտա, եթե մի հատ էլ հիշեցնեմ։ Ես այսօր հասկացա, որ ես ինչի չեմ եղել ես։ Սկզբում բաժանորդագրվեք Monkey 3 YouTube-յան ալիքին, ասեք մեկ զանգակի վրա որ բաց չթողեք մեր ոչ մի թողարկում, իսկ հետո արդեն կարող եք ջերկային հրավիրել որևէ հետաքրքիր party։ Այո, երկու նպատակները ձեր կյանքի, հիմա թող դրանք լինեն։ Լավ, իսկ կան լավ ու վատ ժամանակ անցկացնելու ձևեր։ Խոսքս միանշանակ տրամաբանության մեջ, այսինքն եթե ինչ-որ մեկի համար ժամանակ անցկացնել ուղղակի հարբեցողությամբ զբաղվելն է, բնականաբար դա վատ է։ Տրամաբանական օրինակ, այսպես օրինակ բերեմ, որ ավելի հասկանալի լինի։ Մեզ շատ էին ասում, որ օրինակ, չգիտեմ, ինչի չեք իջնում բակ, ինչի իր այդ չեք շփվում, համակարգչի դիմաց եք, դա վատ է, մեր ժամանակ այդպես չէր, այս բաները կարծում եմ չէ, դու չեք կարող, չէ, լսել ես, երևի լսել ես։ Չէ, լավ։ Ես ավելի քիչ եմ լսել, քան դուք։ Դու ավելի շատ ասել ես։ Բայց արդյունքում, որ ես հիմա հիշում եմ, դե լավ, հիմա այդ տարիքում, երբ որ ինձ դա ասում էին, լավ, միգուցե ես նաև այդքան խնդիր չեմ ունեցել, հա, ամբողջ օր համակարգչի դեմը նստելու, չնայած որ շատ եմ խաղեր խաղացել։ Այդ ժամանակ իմ համար դա հետաքրքիր ժամանց էր, իմ համար դա էր հաճելի եւ հավես եւ դա էր ինձ ուրախացնում եւ դա էր ինձ, այսպես ասած, իմ հանգիստը ապահովում, բայց արդյունքում դա լավ էր թե վատ է, հիմա ո՞նց եք կարծում։ Ես անցած օրը իրականում հետաքրքիր է, որ մտածել եմ այս ուղությամբ, ժողովուրդ պետքա ընդունենք սերնդափոխության փաստը, ժամանակի առաջ գնալու փաստը։ Եթե օրինակ, չգիտեմ, 90-ականներին չի եղել այս համացանցը, համակարգիչը եւ այլն, բնականաբար ժամանցի անցկացման, հանգստի անցկացման ձևը եղել է այլ, նույն բակային խաղերը եւ այլն։ Պետք չի եթե ժամանակը փոխվում է եւ սերնդափոխություն է լինում, չի նշանակում որ նախորդը վատն էր կամ եկողը լավն է կամ նախորդը ավելի հետաքրքիր էր, ավելի, չգիտեմ, ջերմ էր եկող, չէ, օրինակ անցած օրը մամայից հետ խոսում էինք, որ ոյ մենք հեռախոս չենք ունեցել բաման, հիմա ժամանակակից երեխան, եթե դու օրինակ ես որոշում եմ երեխային չեմ թողելու որ հեռախոս տանի դպրոց, բայց եթե իմ երեխայի բոլոր դասընկերները գալիս են հեռախոսով, ես շատ վատ բան եմ անում երեխայի հանդեպ իմ սկզբունքներից ելնելով, որ ես ուզում եմ նա ավելի սովորող լինի, բայց ես արդյունքում իմ երեխային սարքում եմ սոցիումից կտրված տարբերվող, բայց ոչ լավ շղարշի տակ, որովհետև ես սխալ է իմ կարծիքով տարբերակել երեխային իր սերնդակիցներից, այսինքն այսպես թե այնպես պետք է գնալ եկող սերնդի հետ հավասար եւ ես օրինակ շատ նեղվում եմ, որ ասում են, վայ մեր ժամանակ այդ բակային խաղերը, բան ինչքան ջերմ էր, ինչքան ուրիշ էներգիա կար այդ ամենը։ Միգուցե եւ կար եւ իրոք կար, բայց հիմա էլ օրինակ չգիտեմ, հետաքրքիր կենտրոններ կան, երեխաները հավաքվում են, ծրագրավորում են, դա էլ լրի ուրիշ բան է, չէ՞։ Այսինքն ամեն ինչ իր տեղն ունի, այն ժամանակներում դա էր, իրականում մեր բակում, ես չգիտեմ, մասիվում երևի 90-ականներում ենք մնացել։ Մեր բակում դեռևս խաղում են, այսինքն դա էլ է ընտրության հարց։ Այնպես չի որ այդ ամեն ինչը լրիվ վերած։ Օրինակ ես այս տարի իմ այս պատկառելի տարիքով իջել եմ մեր երեխաների հետ ջրոցի եմ կախել։ Բրավո։ Ուզում ասեմ շատ տխրում եմ, որ սերնդափոխության արդյունքում տարբեր սերունդների ներկայացուցիչներ անուն են դնում իրենց ժամանակների ժամանցներին, այսինքն պետքա քայլել ժամանակին զուգընթաց եւ լավ վատ իմ կարծիքով չկա։ Քանի որ խոսեցինք արդեն գիշերային կյանքի մասին, այսինքն փարթիների, խնջույքների, այդ տարբեր միջոցառումների, ֆեստիվալների մասին, քննարկենք նաեւ այդ ալտերնատիվ տարբերակը, որը բերել են ջենզիները, այսպես ասած, հա, այդ առավոտյան ժամանցի տարբերակներն են, coffee rave-ներն են կամ նաև առավոտյան վազքի այդ միջոցառումներն են, երբ պարզապես դուրս են գալիս, այդ էլ է ժամանցի ինչ որ տարբերակ։ Կար նաև հոդված, որ մենք ամենակիչ ալկոհոլ օգտագործող սերունդ ենք, էլի որպես այդպես, այսինքն մեծ հաճույքի եւ իսկական, չգիտեմ, խնջույք կամ տժժալ բառը օգտագործի, հա, տժժալու համար, հա, ընդհանրապես դա պետք չի, ինչի համար ես ուրախ եմ, դա ստացվում է, որ մենք շատ ավելի ալտերնատիվ տարբերակներ ունենք մեր ժամանցը կազմակերպելու, քան իրականում այդպիսի բաներ անել է։ Ես ինքս գիտեմ, որ ալկոհոլ իմ օրգանիզմը չի ընդունում, ինչ որ որոշակի քանակ կա, որը շատ իրական քիչ է, 1-2 բաժակից հետո իմ մոտ դրա համար ես օրինակ ոնց որ ինքս իմ համար, չգիտեմ, օպտիմալ տարբերակը պարտադիր չի որ գործել, եթե ես օրինակ գիտեմ, որ վրա լավ չի, մազոխիստ չեմ։ Իդեպ Դրա համար ժամանցի տարբերակը որպես գիշերային կյանքի
Երևի իմ մասնագիտությունն է ինձ արգելափակում, որ չկարողանամ ես այս հարցի պատասխանը տալ, որովհետև այսպես թե այնպես ստացվում է իմ ամեն օրն է այդպես անցնում։ Բայց իմ համար օրինակ ժամանցը ես իրոք նախընտրում եմ իմ 10-15 շատ մոտ ընկերների հետ, այսինքն իմ ներսը կիսող մարդկանց հետ, չգիտեմ, օրինակ այս վերջերս sense հետաքրքիր տուն էինք վերցրել ու մինչև գիշերվա 1000 մեր երգերով, կարաոկե այնտեղ, չգիտեմ, խաղերով մենք էինք պատրաստել մեր ուտելիքը եւ այլ, այսինքն իմ համար այդ ամենաիդեալական ժամանցն է։ Դու լինես քո հոգու մարդկանց հետ, կիսես այն ամեն ինչ որ սիրում ես դու, որովհետեւ մենք մեր շրջապատում սովորաբար բոլորս գալիս հասնում ենք ինչ-որ sense կետի, չէ՞, մտային հորիզոնի տեսանկյունից։ Ու այսինքն իմ կոմֆորտ զոնան իմ համար ամենա ապահով տեղն է ու կոմֆորտ զոնայից դուրս գալը, եթե, չգիտեմ, ինչ-որ ձևով ստացվում է, իմ մոտ հաստատ չի գերակշռում։ Օրինակ ես 2 տարի առաջ Դուբայում աշխատում էի ու այդ իմ այնտեղ ընկերներից մեկը ես գնում ենք այստեղ շատ լավ ակումբ կա, բան եւ այլն, գնում ենք տժալու, ու ես հասկացա, որ ես վատ եմ զգում մերժեմ, որ ինձ չմտածեն, բան ինչ-որ հոգնած դեմք է այս աղջիկը, որովհետեւ որ ինչ-որ sense չգիտեմ, ինչ-որ նյաշուլկա եմ, ես չեմ գալիս, այդ մեզ դիտողները հասկանում ես չեմ ինձ հիմա դնում ինչ-որ շատ ճիշտ մարդու տեղ, որ իմ համար ընդհանրապես դրա մեջ նեգատիվ ու վատ բան չկա։ Եթե ես օրինակ ունենայի այդ էներգիան աշխատանքից հետո գնայի այդ տժժիկները ունենալ, երթվում կգնայի։ Ես վատ բան այդտեղ չեմ տեսնում։ Ու ես իդեպ հասկացա, որ արտասահմանում դրսում ոչ դաժե միտքել չի գալիս վատ բան տեսնել, դա իրանց առօրյանն է։ Ոնց է մենք գնում երեկոյան, չգիտեմ, երեկոյան առօրյան խանութ հաց առնելու, դա իրանց գործից հետո ուրբաթ երեկոներն է, ուրբաթ իրանց մոտ ամեն օրվա երեկոն է։ Շատ բնական է այդ ամեն ինչ։ Նախընտրությունը հարցը ես գնացի, որ չթողնեմ տպավորություն outsider-ի, հա, ինչ որ ինձ դրել եմ, ես չգիտեմ, շատ ճիշտ խելոք աչոնիկի տեղ չեմ գալ։ Ես գնացի ու ես հասկացա, որ օքեյ, հա, այդ բարելն էլ բարեցինք, չգիտեմ, ինչ որ հետաքրքիր կոկտեյլ փորձեցինք, sense նայում եմ, ինչ որ հետաքրքիր մարդիկ են, սիրուն մարդիկ են, այդտեղ ապարում են բամը, ու ես ամբողջ իմ ընթացքը մտքիս, որ բա երբ են գնալու դու։ Չեմ հասկանում եք, այսինքն ժամանցը իմ համար, օրինակ իդեալական ժամանց է, Կիրակի առավոտյան հավաքվել գնալ ինչ-որտեղ արշավ, բնության գիրկ, այդ սիրուն տեսարանները, մաքուր օդը, այդ արշավական ժողովրդի մտքերը, երաժշտությունը, շատ չգիտեմ, իսկ ո՞նց ես գտել, որ արշավը քեզ համար օրինակ լավագույն ժամանցի տարբերակն է, որտեվ ինքն էլ է, չէ, էներգիա է տանում, այսինքն դրա համար պատրաստվելն էլ է երկար, չէ, դու մի ամբողջ օր տրամադրում ես ինչ որ սար բարձրանալու, ո՞նց ես կարողացել քեզ համար ընտրել նմանատիպ ժամանցի անցկացման տարբերակ։ Տես հետաքրքիր բան ասեցիր հարցիդ մեջ, որ շատ բանա տանում, չէ, բայց հետաքրքիր է, որ եթե բալանսավորում ես, ինչքան բանա տալիս։ Այսինքն օրինակ, իմ այդ ուրբաթ երեկոն գնացի ինչ-որ ակումբ, բարեցի, ուրախացա, բան ինչ-որ հավես ծանոթություններ, չգիտեմ, ինչ-որ սիրուն նկարներ հայլում զուգարանների, դա ինձ ինչ է տալիս։ Ինչ-որ լավ հավես օր ունեցա, իսկ եթե դնում ենք նժարի վրա, ինչ օրինակ տալիս իմ համար մի ամբողջ օր բնության մեջ անցկացնելը, չգիտեմ, այդ նույն արսար բարձրանալը էլի մարդկանց մեջ այնքան sense սովոր չեն դա լսեն եւ պատկերացնում են, չգիտեմ, ինչ որ էլի դոճիկների խումբը հավաքվում գնում, ինչ որ ողիմաց ես իմ առավոտյան 6-ին։ Ես շատ տխրում եմ, որտեվ կա այդ կարծրատիպը, ես սա օթից չեմ ասում, բայց այնքան շատ բան է տալիս բնության մեջ լինելը, հետաքրքիր արշավականներ բոլորը շատ հետաքրքիր մարդիկ են անկեղծ, այնքան բան կարելի է սովորել տարբեր տեղերից, միշտ խոսալու բան կա այդ մարդկանց հետ, միշտ այդ լռությունը, անգամ այն, որ դու ինքդ քեզ ես հաղթարում, օրինակ ես ֆիզիկապես շատ թույլիկ եմ, ինչ որ sense չեմ կարող պարտանալ իմ սպորտային հաջողություններով, ու իմ համար ամեն անգամ հասնել այդ գագաթին, հաղթահարել այդ դժվարությունը, ինքս իմ դեմ դուրս գալը ինքս ինձ երևի ավելի ձեռնոց նետել, ոչ թե դեմ դուրս գալ, այսինքն ամեն անգամ այդտեղ հասնել է, ինչ որ ինքս իմ աչքին մի level բարձրանում եմ, ոնց ասեմ, արեցի, սա էլ տիճկան դնում եմ, այդ բավարարության զգացողությունը այնքան շատ բան է տալիս, ասեմ, իսկապես նժարի վրա դնելով հասկանում եմ, ես ավելի շատ բան ստանում եմ, քան տալիս, ու ըստ դրա իմ կյանքի այդ որակը բարձրանում է, այսինքն լցվում է։ Իրականում բոլոր մարդկանց մեջ ինչ թվում է կա այդ գերազանցիկի սինդրոմը, ինչքան էլ օրինակ մարդիկ կան, ովքեր երբեք դա իրանց մեջ կարող է չզգան ու չընդունեն, բոլորի ինչ որ գենետիկ կոդի մեջ դա կա, ինչ որ բան անել անընդհատ ճիշտ, անընդհատ ինչ որ
ճիշտ բաժանումներ անել օրվա, այսինքն չգիտեմ լավ ու վատ գործողությունների բաժանել անընդհատ կյանքը իրական ես էլ եմ այդպես նույնից եմ լրիվ չեմ մեղադրական նույն մոդելից չեմ ասում բայց երբ որ ես հասկացա որ ինքս իմ հետևից եմ ընկել օքեյ անում ես ամեն ինչ ճիշտ, հասցնում ես գիրքդ էլ ես կարդում, սա էլ ես անում։ Օրինակ ես էլ անցած օրը հասկացա, որ ես իմ մեջ իմ ուղեղում խի եմ, չգիտեմ ինչի որոշել, որ գիրք կարդալը դա ավելի արիստոկրատ զբաղմունք է, քան ֆիլմ նայել։ Այսինքն ինչ որ ստորաբաժանումների եմ բաժանել իմ արած գործողությունները, հասկանում որ մենք ենք մեր հետևից ընկել։ Հասկանում ես։ Ես հիմա օրինակ ինչ չեմ մեղադրում այդ կորցրած ժամանակի համար, ասում ուրեմն կարիքը ես դրա ունեի, ինձ պետքա հանգստանալ։ Ես մեխանիզմ չեմ, մարդ եմ։ Այսինքն բնականաբար այս էլի ծայրահեղությունների հետևից չընկնենք։ Մարդ կա առավոտից արթնանում է, պարկած երեկոյան այդ նույն դիրքով քն, այսինքն ծայրահեղությունության հետևից չընկնենք, բայց եթե օրինակ դու հասցրել ես քո օրվա աշխատանքը անես, չէ՞, ինչ որ օգգտ ունես եւ այլն, բնականաբար օրգանիզմը ունի այդ հանգստի կարիքն էլ ու դրան նեգատիվ պետք չի նայել։ Ինձ համար նաև դա էլ է ժամանցի տարբերակ Իհարկե կարդալը, չգիտեմ, ինչ որ ձևով կրթվելը իմ համար, չգիտեմ համար ոնց, դա էլ է ժամանցի տարբերակ։ Այսինքն իմ համար ես գնում եմ հաճախում եմ սպորտզալ հաճախելը իմ համար ոչ թե պարտավորություն է կամ օգտակար գործողության գործակետը բարձրացնելու ինչ որ ձև, դա իմ համար ժամանց է, ես գնում եմ այնտեղ հանգստանում եմ։ Չնայած նրան, որ թվում է թե այդպես ավելի հոգնած պիտի դուրս գաս, բայց չէ։ Շատ ընդունելի է։ Էթերի հուսով եմ մենք կարողացանք քեզ հետ sense հետաքրքիր ու շատ տարբեր կողմերից քննարկել ինչ իրականում ժամանցը ու շնորհակալ ենք, որ այսօր միացար մեր քննարկմանը։ Ես եմ շնորհակալ։ Ես մի կարևոր բան highlight արեցի, այսպես ասած, առանձնացրեցի մեր զրույցից, որ ժամանցի ամենակարևոր կետը միշտ երևի պետք է հանգել նրան, որ դա քո սուբյեկտիվ ընտրությունն է։ Չհամեմատել, չնայել Instagram, չթերթել, եթե դու վայելում ես արշավը առավոտյան 6-ին, գնա դեպի արշավը։ Այսինքն էլի գաս այն կետին, որ համեմատությունը ամենավատ բանն է ժամանցի դեպքում։ 10-ից 10 համաձայն։ Ու ամենակարևորը որ եթե ժամանց այդ բանը նշանակում, ուրեմն պիտի հաճելի լինի։ Հա, իհարկե։ Եթե հաճելի չի, ավելի լավ է չգնաք այդ փաթիների։ Լավ, մենք նկարանում ենք ոնց որ մոտենում ավարտին, հեսա ավարտում ենք եւ արդեն ազատ ենք։ Որտեղ գնանք ժամանց անցկացնելու, հիմա դուք ուր կգնայիք։ Շատ լավ հարցեր։ Իմ մոտ պատասխանը գրված է։ Էթերին գնում է շունիկի մոտ։ Իդեպ շունիկա չարցրել։ Հա, ճիշտ է։ Ես մտածում եմ կարողա Ափսոս այսօր փած չի ջերքակո բախտնորիչը բերել։ Այս բախտը նորից բերել։ Այս խոսքի վրա ասեմ, սենց կփակեք։ Ինչի ենք որոշել որ ուրփաթ է տեղ գնալու։ Չէ, որովհետեւ բոլոր հետաքրքիր վայրերը եւ միջոցառումները ուրփաթ են կազմակերպվում։ Ինչու՞։ Մեր հաստատությունն հաստատությունն է։ Դա սխալ է։ Օրինակ 3 շաբթի, ով մենք էլ 3 շաբթի երեկո։ Խնդրում ենք մեկնաբանություններում գրեք ձեր ժամանցի լավագույն տարբերակը։ Այ ոնց եք դուք իրականում սիրում անցկացնել ձեր ժամանցը։ Այո։ Եվ ասեք։ Եվ փորձենք ամեն մեկս մեր կողմից ուրիշի նախընտրություններին անուն չդնել, հա, այսինքն չքննարկել ուրիշի նախընտրությունները, որտեվ մեզ համար կարող է մեկի ժամանցը լինել հոգնածնող, ձանձրալի, տաղտկալի, իսկ մյուսինը, չգիտեմ, շատ հավես, թույն եւ այլն, այսինքն չկոմենտենք մարդկանց նախընտրությունները, այլ ամեն մեկս ունենանք մերը, վայելենք մերը։ Մի կոմենտեք մարդկանց նախընտրությունները, այլ կոմենտեք մեր այս թողարկումը եւ մի մոռացեք բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալեքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները ու պարտադիր մինչեւ մյուս թողարկումը ջել կային հրավիրեք party-ի։ Անպայման ես անպայման կսպասեմ։ Շնորհակալ ենք ձեզ հետ Ջելկան եւ Բորիսը եւ Բորկան մեր ամենասիրելի կհանդիպենք մյուս շաբաթ հաջողություն